Իմանայք, եթե Տրամպը սենց բաները հայտարարում, որ մենք եթե դուք հանգար ժողովրդին ձեր կտակ զոհվածների քանակը կավելանա, մենք կմիջամտենք, հա, ռազմական ուժ օգտագործենք։ Իմանայք, Մինեապոլիսում, ԱՄՆ-ում 3 սպանություն ա եղել։ Մի հատ 42 տարեկան աղջիկ են սպանել։ Ինքերա դուրս եկել է ցուցումներին, որ ինչ որ բողոքում է այդ հակամիգրացիոն բանը փայկար են տանում իմամ Տրամպը դրանք բողոքում են, ասում են, չէ, իրավունք չունենք sense բաներ անենք։ Քանի որ սա բան մենք էլ սա ով եկել եք դրսից ենք եկել Ամերիկայինք ստեղծել, չէ։ Ուղղակի այդ աղջիկը իրան ավտոն շարժվեց, իրան ասել են կաղնենք, չի կաղնել, շարժվեց, մի անգամից սպանել են, ճակատին խփել են։ Այսինքն հիմա մենք ինչ պիտի սաղ աշխարհը պիտի Ամերիկային պատերազմ հայտարարի։ Հիմա որ ունայք Էրիկ Վենսը փոխնախագահան ինչ է ասում, ինչ հայտարարում, ամբիոնից։ Ասում է. Քանի որ ոստիկանի իր այդ հատուկ ստորաբաժնի իր ծառայողին հարձակվել են, ինք իրան գործեր է կատարում, դուք չեք ենթարկել, որ ինքը ասում է կաղանացրեք, վտանգ է եղել, իր համար սպառնալիք է եղել, դրա համար ինքը սպանեց, իրավունք ունի։ Հիմա վերադառնում ենք Պարսկաստան, դեղ նորմալ մարդիկ էլ կան, դեղ լիքը պրոբլեմներ կա Իրանում, էդի պարզա։ Իրականում սկսվեց այդ ազգային արժույթի հետ կապված 72%։ Հա, բայց նույն օրը սկսել են, այդ կոկտեյլ մոլոտով օգտագործել, կար շպրտել, ոստիկաններին ծեծել, նույն օրը։ Ինչ է նշանակում։ Այսինքն հիմա Պարսկաստանում նույն ոստիկանը չի, նույն հատուկ ծառայողների ծառայողը չի։ Հիմա դուք ում կողմից եք խոսում, ցուցարարներն են ծեծի ենթարկվում, ոստիկաններն են, նրանք իրենց պարտականությունները կատարելու ժամանակ։ Ես հիմա համեմատում եմ ռիտորաբանությունը Տրամպին։ Տրամպ ասում է, քանի որ դուք հարձակվել եք ոստիկանի իրա, ինքից զենք է օգտագործել։ Բայց դեռ չեն հարձակվել, ուղղակի այդ աղջիկ ավտոյից շարժվեց։ Ասում են ինքը իրավունք ունի սպանելու ժամանակ։ Իսկ դեռ ոչ թե ավտոն, դեռ ավտոն վերցնում է, քշում են, խփում են, որտեղ ոստիկանները կանգնած են։ Զենք են օգտագործում, կրակում են դրանց վրա։ Մտնում են այդ կոկտեյլի մոլոտով օգտագործում են ոստիկանության շենքի մեջ։ Չէ՞, երում այսօր իրանց հատուկ ծառայողների շենք են վարել Տեհրանում, կենտրոնական շենք։ Այսինքն Տրամպը այսքանը չի տենում, այսինքն իրան սենց է դուսա գալը։ Եթե խոսքը օրինակ ինչ որ միած սպառնալիք է իրանց հատուկ ծառայողների աշխատողների դեմ, սպանալ ինքը իրավունք ունի այդ 42 տարեկան աղջիկին սպանի, ու Վենսը ասում է, դա նորմալ է։ Իստեղ զենք օգտագործելով ավտոմատներով կրակում են, սպանում են ոստիկաններին, Պարսկաստանը որպես պետություն պատասխանը տալի ահաբեկչներին։ Ցուցարարներին ահաբեկի չեք հայտարարում։ Դուք ինձ չեք լսում։ Այսինքն դրանք ինչ, եթե գալիս եք բաներ եք պահաջում ավտոմատով, ես էլ նեի խոսքի օրինակ Հայաստանում երկի ղեկավարը, դուս եք գալի ցուցումներ եք անում, լավ եք անում, պահանջում եք, լավ եք անում, բայց այդ մոմենտը որ խոսքի օրինակ ես տենամ զենք են օգտագործում, ոստիկանին սպանում են, ծեծում են, ջարդփուշուր են անում, ես նույն վարկյանը հրամանք տամ կրակը բացեք, ոչնչացրեք։ Այսինքն դա չի նշանակում։ Այսինքն խաղաղ ցուցարարների մասին չէ խոսքը։ Իհարկե ոչ։ Նրանց ովքեր որ արդեն ահաբեկչների մասին դեռ նայեք։ Ցուցարարներ որ դուս են գալի, բաներ են պահանջում, դա նորմալ է, դա ընդունված բան է ամբողջ աշխարհում։ Դա անպայման։ Ախր դե 5 պետություն աշխատում։ 5 հատուկ ծառայություններ են աշխատում, 5 պետություն հատուկ ծառայություններ են աշխատում։ Վաղուց ստեղծել են գործակալների պոզիցիա են ստեղծել, զենքով, զինամթերքով, ամեն ինչով։ Հիմա մենք ցույց ենք անում, չէ, բողոքում ենք, պայքարում ենք, ինչ որ բան ենք պահանջում կառավարությունից։ Այս մոմենտում հատուկ ծառայություններ դրսից ակտիվացնում են իրանց, ասում են գնացեք սադրեք, մենք դե այդ նորմալ կառնում ենք, խոսքունակ պահանջում ենք։ Կողքը գալիս մարտիկ են մտնում, այսպես ասած պերիխվատ են անում, վերցնում են այդ ինցիատիվան իրաց ձեռքի իրա, լրիվ այս ցուցումները լրիվ ուրիշ ճանապարհով են տանում, ավելի ռադիկալ են դառնում, սկսում են
կրակոցներ, ավտոն փայտացնել, չգիտեմ, կոկտեյլ մոլոտով օգտագործել, ոստիկանի ոտով ջարդ, բանեն անում, ջարդ փուշուր են անում, սպանում են։ Չէ՞։ Այս որպես պետությունը Պարսկաստանը ինչ պիտի անի։ Նույնը իրանց իշխանությունն ասում է, պայքարում եք լավ եք անում, իրավունք ունեք, բայց զենք օգտագործել։ Նայեք, ես նորից ասում եմ, մի հատ աղջիկ, նայեք, ես պրոստո օրինակ եմ բերում, մի հատ աղջիկ ավտոյով շարժում է, ճակատին խփում են միանգամից։ Փոխ նախագահ միասալ նախագահներում, որ ասում է դեմոկրատիայի մասին են, սա որ գոռում են։ Մեղադրումը բանա, Պարսկաստանի իշխանությունն է մեղադրում։ Այսինքն, տարբերությունը որտե է այստեղ, ավտոն շարժվեց սպանում ես, դեղեր ավտոմատով դուրս են եկել նռնակներ են շպրտում։ Ինչ պիտի անի այդ մոմենտին, նույն ոստիկանը, չպիտի իրան պաշտպանի, դա Պարսիկ Պարսկաստանի ոստիկանի իրավունք չունի իրան կյանքը փրկելու, հա։ Ես խոսք օրինակ, որպես զինվորական սենց եմ ասում, խոսք օրինակ, նայեք։ Ես նստածում իմ շենքում, խոսք օրինակ էդի ոստիկանությունն է, խոսք օրինակ հատուկ ծառայությունների շենքն է։ Այդ մոմենտում դուք հարձակում եք։ Դեղ լիքը փաստաթղթեր կա, գաղտնիք ճա մասին կապված։ Գաղտնի փաստաթղթեր կա։ Դուք հարձակում եք ու ես ձեր նպատակը գիտեմ։ Դուք դրսից հրաման եք ստացել, փաստաթղթերը կամ ոչնչացնեք կամ վերցրեք, որ հասկանաք։ Հիմա ես սպայ եմ, այդ շենքի ես պիտի պաշտպանեմ, դա չի պիտի պաշտպանեմ։ Ես իմ պարտականությունն եմ կատարում։ Ես որպես սպա, խոսքեր ավտոմատը վերցնում եմ, ասում արի ստեղ, դե ես քեզ դիմավորում եմ, արի։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները ուրիշ նպատակ են դրել։ Դրանք ասում են սենց, մի կրակեք, ոչ մի բան մի արեք, եթե հանգարց զենք եք օգտագործելու ժողովրդի դեմ, ես մենք կմտնենք, մենք կմտնենք։ Նկատում եք այդպես։ Այո։ Ինչու համար իրանք պետք է որ Պարսկաստանում իշխանությունը ոչ մի բան չանի, սուս-պուս նստի իրան տեղում։ Բայց հոգևոր առաջնորդներն ասում են խռովարարներին պետք է իրենց տեղը դնել եւ ես նորից հակառակորդին չզիջել։ Էսա կվերադառնամ այդ հարցին։ Հիմա ամերիկացիք ասում են ձեր չտակ։ Հիմա պատկերացրեք, ես ձեր չեմ տալիս, դրան գալիս վերցնում եմ, այս շենք են վերցնում, այս շենք են վերցնում, ոստիկանություն են մտնում, նախարարություն են մտնում։ 340 քաղաքներում այդ խռովությունները։ Այո, այսինքն սա պետական շերկերը գրավում են, այդ նշանակում է իշխանությունը կորցնում բան, չէ՞, всё։ Ում շահերի համար, ասենք, Միացյալ Նահանգներ, Թուրքիային, Ադրբեջանին, եւ Իսրայելին, Բրիտանիային։ Այսինքն դրանք ասում են Միացյալ Նահանգները ասում են ձեր չտակ, լավ ձեր չեմ տալիս։ Բայց դրանք ավտոմատով գալիս են, ամբողջ շենքերը գրավում են։ Ես ինչ պիտի անեմ։ Ասեն, լավ, եղեք, դուրեմը նշանակումը սենց։ Կամ զենքով եք Պարսկաստանը ոչնչացնում ենք, ամերիկացիք։ Կամ դուք ինձ ասում եք, դու բան մի արա, դու սենց ոչնչացնես ես։ Բայց եթե սենց են ոչնչացնում, շատ մեծ վտանգներ կա, որ Պարսկաստանը կարող մի քանի մասին բաժանի։ Մի տարածք մտնի Ադրբեջանի տարածքի մեջ, Թուրքիան էլ կօգտագործելու այս բանը Նախճիվանի կողմից, դեռ կա Աֆղանիստան, Քուրդիստան, սա կօգտվեն այդ բաները։ Նկատի ունեք, եթե կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում, դրա հետևանքները արդեն տանում են Իրանի բաժանմանը, տարածքային ամբողջականության կորցմանը։ Այո, այո։ Եվ այդ 5 պետություններ իրենց, ինչպես դուք եք ասում, հատուկ ծառայությունների միջոցով գործում են հիմա շատ ակտիվ։ Մենք Պարսկաստանի տվնենք մի հատ տվյալներ, որ Մարջալուի կողմից, եթե Հորադիզի կողքա, Հարաբաղում։ Ովքեր մենք։ Մեր թիմը, ես։ Հա։ Մեր գործընկերներին բան ենք փոխանցել, որ Մերջալույում, որ մենք չենք ամենակ ասում ենք ստուգեք։ Հորադիզի կողմից, Ադրբեջանի կողմից զենքեր են տանում Պարսկաստան։ Բան արեք, հետևեք, միած ստուգեք։ Կարող է մենք սխալ ինֆորմացիա ենք ստացել։ Գնացեք ստուգեք։ Հիմա ստուգում են, հաստատում է այդ բանը։ Հաստատվում է։ Ու նայեք, այդ արևմուտք տարածքներում, որտեղ մեծ նմասություն ադրբեջանցիքին ապրում, ավելի ակտիվ են ու ամենաշատ զենքն դեղ են օգտագործում։ Ու ես վստահաբար ասում եմ, եթե ես գիտեմ, ոչ թե ես դեղին հերթ եմ կարտացել կամ ԶԼՄ-ներից այդ դեղին ԶԼՄ-ներից եմ ինֆորմացիա եմ ստանում։ Ես ասում վստահաբար, որ ես եթե գիտեմ,
Ադրբեջանը համագործակցում է Ամերիկայի հատուկ ծառայությունների հետ, այս գործի մեջ, Իսրայելի եւ Թուրքիայի։ Եթե մենք հիմա վերլուծենք Ադրբեջանում այդ ԶԼՄ-ներում ինչ է կատարվում, ամբողջ այդ process-ը ողջունում եմ։ Հույսով, որ այս իշխանությունը կգնա, հարշուպոտ վիճակաստեղծում Պարսկաստանում, այս տարածքները կարան վերցնեն, դրանք էլ միշտ ասում են, դա էլ մեր տարածքներ է եղել, չէ՞։ Իրանց որ լսես, Հայաստանը իրանցն է, Պարսկաստանը էլ իրանցն է։ Չգիտեմ, Ալտայից են եկել, որտեղից են եկել, հիմա ասում են Հայաստանը մերն է, Պարսկաստանը մերն է։ Ուրեմն, դրա համար ինչ որ ասում է Միացյալ Նահանգները, ես չի հետաքրում։ Մանավանդ, եթե քու ոստիկանը կարա այդ 22 տարեկան աղջիկին սպանել, ավտոն շարժվեց։ Դու ասում ես ոստիկան իրան պաշտպանեց, բայց Պարսկաստանում ոստիկանը ինչով է պակաս խոսքի օրինակ կամ մեր ոստիկանը ինչով է պակասնելու, եթե ես ավտոմատով դուրս եմ գալու խոսքի օրինակ։ Նկատում եք հիմա որ ուժային կառույցները ավելի հետևողական եւ ավելի կոնկրետ պետք է գործեն եւ ավելի կոշտ եւ բերդ։ Շատ խիստ։ Կրակում են, խոսքի օրինակ, այ կրակում են ND-ից։ Դեից կրակում են, հիմա ինձ չպիտի հետաքրքրի իրանց, քանի հոգի մարդ են կանգնած, ու իրանց մեջ կետերից 4-5 հոգի կրակում են։ Նույն կրակը պիտի բացես։ Անպայման։ Ինչքան կարող է այս իրավիճակը շարունակվել։ Դրանք ժամանակը կորցրել են արդեն։ Պարսիկներ։ Հիմա Պիրիշկյանն ասում է ուժ չօգտագործեք։ Ուժ չօգտագործեք։ Ինքի պարսիկ չի։ Չէ, մենք գիտենք ազգությանը կի ադրբեջանցի է։ Հիմա ասում եմ մի կրակ է, կրակները մի բացեք, քանի որ եթե մենք սկսենք սենց ուժով բաներ օգտագործենք, Միացյալ Նահանգներ կարա մտնեն այդ խաղի մեջ, այդ ռազմական ուժով ու պատերազմ սկսվելու։ Հիմա հաց առաջանում, լավ դուք ոչ մի բան չեք անում, չեք պայքարում, դրանք էլ օրից օր ավելանում այդ քանակը, որ ավտոմատներով ավելանում նռնակներ են շպուրտում, ամեն ինչ էլ անում են, ծեծում են, սպանում են ոստիկաններին բան, պետական շենքեր են գրավում, լավ պատերազմը չի սկսում, սենց են ոչնչացնելուց ես։ Ամերիկան էլ սենց ասում, իհարկե Ամերիկայի համար ամենալավ ճանապարհը այն է, որ ինքը չխառնվի այդ բանի մեջ, ռազմական ուժով, այն ահաբիջներ, որ այնտեղ աշխատում են, իրանց միջոցով իշխանությունը կորցնեն այնտեղ, Պարսկաստանը քանդվեն, այդ ամենալավ տարբերակն է, եթե չի ստացվում, սենց բանը, այսինքն պիտի մտնեն մեջը։